Ջրի արտահոսքի հետքերով բազմաբնակարան շենքը 5-րդ հարկում ենք, վերևից ունենք արտահոսքեր, վերևը արդեն մասամբ ուսումնասիրել եմ, այս պահին ինքը չոր է, ամբողջովին բարձրանանք, հասկանանք որտեղից է, ըստ երևույթին կիրառվող գոյուղուց է։ Ստեղ էլ ունենք սենց արդեն վերևի հարկն ենք 6-րդում, ստեղ էլ ունենք սենց արտահայտված պատկեր, էլի այս պահին գնում է դեպի չորացման, հեսա հասկանանք։ Պատի հետևը զուգարն է, հենց ներկառուցվող զուգարանն է։ Գործը շատ բարդ պայմաններում պետք է արվի, այսինքն բարդությունը կանոնավորվում, որ արդեն տուալետը ներկառուցվող տուալետը դեմոնտաժ արած է, այսինքն ամեն ինչ դեպի չորացման է գնացել։ Արդեն ստեղ ուսումնասիրել եմ, գոյուղին ներսից տեսա դիտարկել եմ, խնդիրներ չկա, արտաքին այստեղ մի քանի վարպետ արդեն աշխատել, մեկը կտրել է, մեկը ուսումնասիրել է, մի խոսքով ահագին գործես ոնց որ ասած եւ դժվարացել են այն առումով որ հանել են եւ հեշտացել են, որտեղ ամենը արդեն բացած է։ Հիմա այստեղ ցավ ուսումնասիրությունները եկել է հետեւյալ եզրակացության եկել, որ վերևից է հոսքը եղել, ինչից եմ կարծում որ վերևից է եղել, որովհետեւ հոսքագիծն եմ ներքևը տեսնում։ Այսինքն հոսքագիծը ոնց եմ հասկացել, հոսքագիծը սա է, կաթացել է այս վերևի հանգույցից, կաթացել է ներքև, ու սենց աղակալած ամբողջովին ժանգոտ տարել ստեղ ու իջել ներքև։ Ինչից է եղել ի սկզբանե խնդիրը կարծում եմ։ Իսկ այդ թեզը հաստատելու համար հիմա ուղղակի արտաքին, քանի որ արդեն տրուբայի մեջ բավականին շատ ջուր են կանաթաթ հոսացրել, ներքևը արտահոսքեր չեն ստացել, ստեղից հեսա ուղղակի մի շիշ ջուր կլցնենք բետոնի վրա, որպեսզի հասկանանք արտահոսումը թե ոնց։ Այսինքն հոսքը ամեն դեպքում արտաքին է եղել, կհասկանանք։ Դե ինչ ներքևը արտահոսքը ստացանք, այսինքն արտաքին իրան այդպես թեթև հոսքեր ապահովելով ստեղ սկսեց կաթալը։ Դե ինչ ստեղ լուծումը ստանալու համար պետք է լինելու կտրել պատը, այս մարկերով նշած տեղերը, այս խողովակի հետևը պենով, այսինքն մոնտաժնի պենով լցնել, որ ինքը ձգվի, որպեսզի ինքը այսպես խաղ չունենա, որ այդ վերևից չփախնի, նույն արդեն մոնտաժել, դե բանել, տուալետներ ամրացած է եղել գոֆրոյով, բնականաբար գոֆրոյով խորհուրդ չեմ տալի, ժոսկի տրուբայով, տուալետը կախովիչի, այսինքն հատակին դնովի է, ուղղակի ժոսկի տրուբայով գնա միանա գոյուղուն։